Բարև ձեզ ընկերներ, խաղաղություն ձեզ։ Ճիշտն ասած, ուզում եմ եկեղեցուց խոսամ, եկեղեցի հասկացողության մասին, ուրեմն դե ես սովորում եմ, ընկերներ, մի դպրոցում, որ պետք է գնամ ոնց որ ուրիշ ազգեր ավետարանը հասցնեմ, այն տեղերը որտեղ դժվար է եւ այլն, բայց ճիշտն ասած դեզ շատ խորհուրդ կտամ ընկերներ, այն մարդիկ, ովքեր որ փափագ ունեն, կարա գրեք, տես դպրոց կա, որ գնաս ավետարանը հասցնես, դժվար է, հեշտ չի լինելու։ Աստծո մարդը քրիստոնյան ինքը որպես այդպեսին զինվորի նման է, որ դու եթում ես բանակ, քեզ ոչ մեկ չի երաշխավորում, որ դու չես մահանա պատերազմին կամ ինչ-որ գործողություններին, նույնն էլ քրիստոնյան է։ Քրիստոսը դաժե ուղիղ ասում է, ձեզ կկապեն, կսպանեն եւ այլն։ Դրա համար ընկերներ, շատ ուժեղ այս աշխարհի ամեն ինչն անցնում ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Դրա համար մնում է այն ինչ որ անում ես Աստծո համար, որովհետեւ Աստծո համար այն գործը որ անում ես մնում է հավիտյան, ուղիղ ձեզ ասում եմ։ Ընդհանուր եկեղեցի են քննարկում, որովհետև հիմնական խնդիրներից մեկը այն երկրներ, որ եթում ես որտեղ որ մուսուլման են, հինդուիզմի կամ ինչ-որ ուրիշ կրոնի պատկանելությունը, պետք է եկեղեցի բարձրացնես։ Խնդիրը գիտեք որն է ընկերներ, ես իրականում այսքան ժամանակ չգիտեի եկեղեցու հենց ամենակարևորը դերակատարությունը, մտածում էի դե եկեղեցին նրա համար է, որ եթում ես, չգիտեմ ինչ-որ Աստծո խոսքն ես լսում եւ այլն, բայց ընկերներ, եկեղեցին այն տեղն է, որտեղ սեր կա, ճշմարտապես սեր կա, որտեղ որ գնում ես ու գիտես, որ հավաքված են մարդիկ, ովքեր քո համար հոգս են անում, քո համար խնամք են անում, քեզ սիրում են, քեզ համբերում են, երբ որ դու սխալվում ես, երբ որ դու ընկնում ես։ Եկեղեցին այն միջավայրն է, որ մեկը մյուսին բարձրացնում ու պահում եք, մինչև որ Քրիստոսը նորից հետ կգա։ Ճշմարտությամբ եմ ձեզ ասում, ընկերներ։ Գիտեք, եթե ձեր եկեղեցիներում դա չկա, ուրեմն մի բան է ինչի։ Մի բանի հետ կապված խնդիր կա, ճշմարտապես եմ ձեզ ասում ընկերներ։ Դրա համար դուք օրինակ եղեք ձեր եկեղեցու անդամների համար ընկերներ, որովհետև Քրիստոսն ասում է իրար սիրեք ոնց որ ես ձեզ սիրեցի։ Ինքը օրենքը կատարեց, օրենքն ու մարգարեները, ու ձեզ նոր պատվիրանը տալի, ասում է իրար սիրեք, դժվար բան եմ ասում ընկերներ, շատ դժվար բան եմ ասում, գիտես, երբ որ 10,000 դրամ ունես ու գիտես որ մեկը կարիքի մեջ է, ու ասես գնա խաղաղությունով կաղոթեմ քո համար, բայց 5-ը տուր, կիսի, դաժե եթե երկուսն են 3 քեզ 3 իրան, դա արդարությունն է, դա հենց Աստծո սերն է, որովհետև Աստված հենց դրա մեջ է ընկերներ։ Եկեղեցին սիրո տեղ է, եկեղեցին տեղ է, որտեղ դու գիտես, որ քեզ չեն դատում, չեն դատապարտում, որ դու սխալվում ես, քեզ բարձրացնում են, քեզ համբերում են, որովհետև սերը երկայնամիտ է, սերը քաղցր է, սերը համբերատար է, սերը չի բորբոքվում, սերը չի լափանում, սերը իրանը չի որոնում, ամեն բանի համար հավատում, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Ընկերներ, այտենց սերը չի վերջանա, որովհետև այս աշխարհում շատ դժվար է իրականում, շատ դժվար է մնալ Քրիստոսի սիրո են խոսքերի մեջ, բայց մեկս մյուսին քաջալերելով կարանք։ Դրա համար առաջին տարի եկեղեցիներում ընկերներ իրականում շատ բաներ ծախում էին, հասարակած էին սարքում, որովհետև եթե դու շալվարի կարիք ունես, գալիս ես ասում ես ընկերներ, ինձ մի հատ շալվար է պետք, վերցնում ես, եթե կոշիկի կարիք ունես, վերցնում ես, հոգս արեք մեկը մյուսի համար ընկերներ։ Դա է ճշմարիտ եկեղեցին, դա է։ Եթե երկու հատ բոթաս ունես, մի հատը դու չունեցողին, եթե երկու հատ կուկա ունես, մի հատը դու նրան որ չունի, խնամք արեք իրար նկատմամբ ընկերներ, օրտնվելով օրտնվեք, Աստված իրապես կգա ու ձեր մեջ բնակություն կանի։ Ճշմարտությամբ եմ ասում։ Ես չէի գիտակցում եկեղեցու արժեքը, եկեղեցու դերակատարությունը, ոնց որ շատ ժամանակ ես էլ էի իրականում եկեղեցիներին ինձ ասում են դե լավ, դե ինչ, բայց եկեղեցին մի տեղ է, որտեղ պետք է յուրահատուկ լինի Աստծո սերը, ճշմարտությունով ձեզ ասում եմ։ Ու ես ինչպես կարամ Աստծո սերը գտնեմ, չէ որ ձեզանով ընկերներ, չէ որ դուք մեկը իրականում իմ համար հոգս եք անում, դա հենց Աստծո սերն է, որ դեր մեջ դրված է, որովհետև ձեզ նայելով տեսնում եմ Աստծուն։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ, օրհնում եմ ձեզ, ձեր եկեղեցիները ընկերներ, ամբողջությամբ ձեր ամեն եկեղեցիների անդամին օրհնում եմ, թող որ Աստված իրապես օրհնի ու ձեր մեջ դնի այն սերը, որ կատարյալ է, որ աշխարհը տեսնի ու ցանկանա գա ձեր եկեղեցի, խի, որովհետև ձեր եկեղեցում դատապարտություն, ձեր եկեղեցում չգիտեմ, մեկը մյուսին բամբասել ու չար բան չկա, բայց ձեր եկեղեցին կատարյալ միասնության մեջ է, որովհետև դուք Քրիստոսի մարմինն եք ու Քրիստոսն է գլուխն է։ Ընկերներ, օրհնում եմ ձեզ, ձեր տունը, ձեր տեղը, ձեր եկեղեցիները, ձեր առաջնորդներին, ձեր քահանաներին, թող որ օրհնված լինեք։ Անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն։